տատու, քրոջ, աղբոր, թոռա։ Մամա։ Չես հավատա, բայց իմ ձեռքերում հիմա խաղող է։ Հա, իսկական խաղող, բայց ծովային։ Ու այն փորձելու ենք տարբեր կծու, թթու, քաղցր, զզվելի սոուսներով ու համեմատելու ենք չուկայի հետ։ Ես Շողիկն եմ, դու դիտում ես Շոկ վլոգը, գնացինք։ Ինձ են հասել այսպիսի թափանցիկ տոպրակների մեջ։ Գիտեք ինչի անման, մարինացված խաղողի թփի հոտ է գալիս։ Վատը չի, ինձ թվում է դուր կգա ինձ։ Այսպիսի ոչ ախորժելի տեսք ունի այն չթրջած վիճակում։ Լցնում ենք ջուրը ու տեսնում, թե ինչպես են դրանք անմիջապես կենդանանում մեր իսկ աչքերի առաջ։ Ամեն անգամ նման վիդեոներ նայելիս հավատս չէր գալիս, որ դրանք այդպես ճտճտում են ատամների տակ։ Էնպես որ, ASMR-ի սիրահարներ, սպասեք փորձարկմանը։ Աչքերիս ուղակի չեմ հավատում, տեսեք թե ինչպես այդ զզվելի տարօրինակ զանգվածը դարձավ այսպիսի հետաքրքիր մի բան, ճիշտ է վիդեոներով տեսել էի, բայց այսպես իրական աչքերով տեսնելը լրիվ ուրիշ զգացողություն է, ասես կենդանի օրգանիզմ լինի։ Հիմա պետք է սա ցողենք սառը ջրով։ Նախ կփորձենք այսպես, որպեսզի հասկանանք իրական համը, հետո տարբեր սոուսներով խոստանում եմ ձեզ, որ ընտրել եմ շատ տարօրինակ, զզվելի, վախենալու սոուսներ, ու վերջում կհամեմատենք չուկայի հետ, տեսնենք նման է, թե չէ։ Ճիշտն ասած, նախորդ վիդեոից հետո մեկ շաբաթ շատ վատ էի, թունավորվել էի։ Հիմա վախենում եմ սա փորձել, բայց ինձ թվում է ինձ դուր է գալու։ Գնացինք։ Լրիվ այլ սպասելիքներ ունեի ու լրիվ ուրիշ համ էի պատկերացնում, բայց այս շարիկների մեջ ասես ուղակի ծովի աղի ջուր լինի, ծովի համ ես զգում, շատ հեռակա, տատու, քրոջ, աղբոր, թոռան, ընկերոջ, հարևանի, հայ այդքան հեռու, կարելի է նմանացնել սև իկրայի, բայց էլի եմ ասում, շատ հեռու, են էլ այդ աղիության ու այդ ծովի համի շնորհիվ երևի։ Հուսով եմ սոուսները ինչ-որ մի բան կփոխեն, թե չէ այսպես գնահատում եմ 10-ից 3 միավոր։ Իսկ դու հենց հիմա լայք դիր, որ սոուսները անմիջապես հայտնվեն սեղանին։ Դրեցիր։ Փորձարկման համար վերցրել եմ սոյայի սոուս, անկույզի մածուկ, տերիյակի սոուս, լիմոնի հյութ, կորեական կոչոջան, մեղր, իսկ վերջում համեմատելու ենք չուկայի հետ։ Սկսենք ամենաքիչ վախենալու դասական տարբերակից սոյայի սոուսից։ Պատկերացնում եք, սա աղի է, սոյայի սոուսը աղի է, ինչ համադրություն պիտի լինի։ Պատկերացրեք, որ այդքան էլ վատը չէր, համը մի 10%-ով լավացավ ու գնալով ավելի շատ նմանվեց սև իկրայի, գնահատում եմ 10-ից 4 միավոր, ըստ գնահատականների վերջում կհասկանանք, որը որերորդ հորիզոնականն է զբաղացնում, ինձ թվում է վերջին հորիզոնականում լինելու է մեղրը, ինչ եք կարծում, գրեք մեկնաբանություններում, իսկ մենք անցնենք երկրորդ սոուսին, սա ընկույզի մածուկ է, չեմ պատկերացնում համադրությունը, բավական թանձր է, շատ համեղ էր, արտակարգ, պատկերացրեք ինչքան համեղ է, որ երկրորդն եմ ուզում փորձել։ Արտակարգ համադրություն էր, ընդհանրապես չէի սպասում, որ այսքան համեղ կլինի, պատկերացրեք 10-ից 9.5 միավոր, շատ համեղ էր, կրեմային,
այդ աղիությունը լրիվ կոտրվել էր, ինչ շատ դուր եկավ, սա հաստատ էլի եմ փորձելու։ Իսկ մենք անցնենք տերիակի սոուսին, այն էլի բավականին թանձր է։ Սա աղի է, սա քաղցր։ Ինչ եք կարծում, համեղա լինելու թե չէ։ Ես մտածում եմ չէ։ Ինձ համար ոչինչ չասող համադրություն էր, միայն կոտրել էր դեղաղիությունը, դրա համար կգնահատեմ 3.5 միավոր, պատկերացրեք, որ սոյայի սոուսից ավելի վատ էր, բայց սովորական տարբերակից մի քիչ ավելի լավ էր։ Հաջորդը լիմոնի հյութը, տեսնես Օկինավայի բնակիչները ինչով են հիմնականում սա ուտում, չգիտեմ, բայց լիմոնով հաստատ չեն ուտում, որովհետև այդքան էլ համեղ չէր, 4.5 միավոր։ Սա կորեական կոչոջան է, պղպեղի մածուկ, բավականին կծու է ու ճիշտ ասած համը ինձ այդքան էլ դուր չի գալիս ու սա ինձ ահավոր վախեցնում է։ Պատկերացրեք կծվությունը հետո է գալիս, որպես համադրություն կծուի հետ ինձ թվում է հետաքրքիր է, ես կնախընտրեի այս մի սոուսը բոլորին, երևի 10-ից 5 միավոր, ինձ թվում է այսա մեկնաբանություններում գրելու են, Սողիկ դու համարյա չթաթախեցիր մեջը, ինչ անեմ, մի հատ նորից փորձեմ ավելի շատ թաթախեմ մեջը, թե չէ, ուղղակի նախորդ վիդեոից հետո ես մի շաբաթ այնքան վատ եմ ինձ զգում, լավ եկեք հանուն իմ հետևորդների, ովքեր գիտեմ մեկնաբանություններում ինչեր են գրում։ Լավ, այսպես։ Աստվածիմ։ Ինչ արեցի։ Մամա։ Եկեք առանց մեկնաբանությունների թողնեմ, բայց ինձ թվում է մի կողմից այդ ավելի լավ էր, որովհետև ամբողջ գայարաններս այրեցի ու հիմա չեմ զգա, թե ինչ համ կունենա սա մեղրի հետ միասին, ինձ թվում է անտանելի ու շատ ահավոր, մինչև հիմա բերանս վառվում է, պատկերացրեք, էլ չեմ կարողանում ուտել սա։ Սա ուտելու բան չէր, ահավոր էր, զզվելի էր, տհաճ էր ու սրտխառնոց առաջացնող, մոռացա սա գնահատեմ, սա 10-ից 5 միավոր, չնայած կծվությանը, սա 10-ից 0 միավոր։ Մեկնաբանություններում ըստ գնահատականների կարող եք դասավորել որն էր առաջի տեղում և որը վերջին տեղում։ Եվ հիմա եկել է պահը համեմատելու չուկան ումիբուդոյի հետ։ Այո, սրա անունը ումիբուդո է։ Չուկա իրականում շատ եմ սիրում։ Դուք սիրում եք չուկա, գրեք մեկնաբանություններում։ Եկեք չուկան նաև փորձենք այս ընկույզի սոուսով։ Ես թվում է այս ընկույզի սոուսը ամեն ինչ կփրկի։ Եկավ պահը վերջնական համեմատության, հաղթող է ճանաչվում, չուկան, իրականում այն բավականին համեղ է, 10-ից 8 միավոր, իսկ սոուսի հետ 10-ից 10 միավոր, շատ համեղ է ու ոչ մի ձև չի կարող փոխարինել ծովային խաղողին կամ ծովային խաղողը փոխարինել չուկային, երկու տարբեր բաներ են, սա ծովի աղի համ է գալիս, սա հետաքրքիր ջրի մուրային համ է գալիս, այնպես որ մեկ անգամ փորձել կարելի էր սա, բայց երկրորդ անգամ կգնեմ թե ոչ, երևի ոչ միայն, եթե ուզենամ հյուրերիս զարմացնել, եթե ձեզ դուր են գալիս նման փորձարկումներ, մեկնաբանություններում կարող եք գրել, թե հաջորդը ինչ արժի փորձարկել, ինչպես նաև իմ ալիքում կան լիքը նոր վիդեոներ, գնացեք, նայեք, դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։